Առաջին լրատվականի հիմնական թողարկումն է եթերում բարև ձեզ օրվա գլխավոր թեմաները նախ համարոտ։ Սիրիահայությունը տագնապալի օրեր է ապրում պատմական փորձություն, որին պետք է դիմակայել միասնաբար։ Նախագահ Սարգսյանը մայրաթոռում մասնակցել է թեմական ներկայացուցչական ժողովին։ Պայքար կոռուպցիայի դեմ կառավարությունում հրավիրվել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Կոռուպցիոն բացահայտումներին պետք է հետևեն տեսանելի պատժամիջոցներ։ Ում է սատարելու հնչակյան կուսակցությունը առաջիկա նախագահական ընտրություններում, ավանդական կուսակցությունը նշում է 125-ամյակը։ Ադրբեջանը հերթական սկանդալի կիզակետում, Բաքուն մերժել է ամերիկյան դեսպանի ցանկությունը այցելել հին ջուղա։ Ռիչարդ Մորնինգսթարը ժամանակին կոնգրեսում անընդունել էր համարել Նախիջևանում հայկական խաչքարերի ոչնչացման փաստը եւ խոստացել էր այցելել ջուղա։ Հետընտրական կրքեր Ուկրաինայում բռնցքամարտիկն իր քվեները կպաշտպանի բռունցքներով Վիտալի Կլիչկոյի հարված կուսակցության պայքարը ընտրակեղծիքների դեմ։ Ում շնորհիվ հանգուցալուծվեց Կարիբյան ճգնաժամը եւ ինչպես հաջողվեց խուսափել կործանարար ատոմային պատերազմից, որ կդառնար երրորդ եւ վերջին համաշխարհայինը։ Կարիբյան ճգնաժամի 50-ամյակին Միացյալ Նահանգներում մատնանշում են համաշխարհային ապոկալիպսիսից աշխարհը փրկողներին։ Մեր հատուկ ռեպորտաժը։ Նախագահ Սարգսյանն այսօր Մայրաթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է թեմական ներկայացուցչական ժողովին, որի նպատակն է քննարկել եկեղեցական եւ ազգային կյանքին վերաբերող օրախնդիր հարցերն ու հստակեցնել առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ քայլերը եւ նախաձեռնությունները։ Հանրապետության ղեկավարը հանդես է եկել ժողովականներին ուղղված ողջույնի խոսքով եւ պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։ Սարգսյանը անդրադարձել է սիրիահայության խնդրին, ասել, որ համայն հայությունը պետք է միասնաբար օգնի տագնապի մեջ հայտնված մեր սիրիահայ եղբայրներին։ Նախագահը նաեւ խոսել է կտրուկ փոփոխություններով երկրում արդարության միջավայր հաստատելու մասին։ Ողջունելով թեմական ներկայացուցչական ժողովի նիստին հանրապետության նախագահի ներկայությունը Գարեգին Վեհափառը շնորհակալություն է հայտնել հայրենի իշխանություններին հայոց Սուրբ եկեղեցու առաքելությանն աջակցելու, ըստ ամենայնի եկեղեցի պետություն հարաբերությունների արդյունավորմանը զորակցելու եւ շարունակական ուշադրության ու սատարումի համար։ Ամենայն հայոց կաթողիկոսը գոհունակություն է հայտնել, որ պետությունը մեծապես աջակից է նաև Սփյուռքի հայոց թեմերի գործունեությանը, հատկապես դիվանագիտական ծառայությունների աշխատակիցների միջոցով, որոնք մեծապես սատարում են թեմերի հոգևոր եկեղեցական առաքելությանը։ Նորին սրբությունն իր բարեմաղթանքն ու օրհնությունն է բերել Հայաստանի նախագահին, հայցելով, որ Աստծո ամենախնամ Սուրբ աջը մշտապես հովանի լինի մեր հայրենիքին եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին։ Թեմական խորհրդի նիստի մասնակիցներին ողջունել է նաև նախագահ Սարգսյանը։ Պետության ղեկավարը նշել է, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու ողջ գործունեությունը միայն կրոնական կազմակերպության հարց չէ եւ ունի համահայկական ընդգրկում եւ նշանակություն։ Ավելին, մեզ համար այն ունի նաեւ մշակութային, ազգապահպան եւ քաղաքական նշանակություն։ Սա պատմականորեն ձևավորված իրողություն է։ Ուստի դուք այսուհետ եւս եւ ավելի մեծ չափով կարող եք ակնկալել հայոց պետականության համակողմանի աջակցությունը, ասել է նախագահ Սարգսյանը, ընդգծելով, որ նկատի ունի եւ հայ եկեղեցին իր բոլոր թեմերով եւ նրա սպասավորներին եւ այն աշխարհականներին, ովքեր այսօր մեր եկեղեցու կողքին են հոգով, սրտով, կազմակերպչական ջանքով, դրամական աջակցությամբ կամ բարի խոսքով։ Այսօր մեր ժողովրդի մի հատվածը սիրիահայությունը տագնապալի օրեր է ապրում։ Սա պատմական փորձություն է, որին պետք է դիմակայել միասնաբար։ Այստեղ անելիք ունեն բոլորը, եւ եկեղեցին, եւ պետությունը, եւ իհարկե Սփյուռքի մեր համայնքները։ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է։ Մենք կոչ չենք անում մեր սիրահայ եղբայրներին լքել Սիրիան։ Սիրիայի հայկական գաղթօջախը պատմականորեն ձևավորված ամուր ու կենսունակ համայնքներից է եւ մենք հույս ունենք, որ գալու են խաղաղ օրեր Սիրիայի ողջ ժողովրդի եւ նրա հայ քաղաքացիների համար։ Համայն հայությունը, այդ թվում եւ Հայաստան պետությունը պետք է օգնեն նրանց, ովքեր մնում են Սիրիայում, պահպանելու հայկական օջախը։ Մյուս կողմից մենք ասում ենք, որ եթե մարդը այնուամենայնիվ որոշել է արտագաղթել Սիրիայից, ապա գերադասելի է, որ նա գա Հայաստան։ Այս դեպքում եւս համայն հայությունը, այդ թվում եւ Հայաստանը պետք է օգնեն նրան հաստատվելու եւ նոր արմատներ գցելու հայրենիքում։ Նախագահի խոսքով այսօր կարևոր փոփոխությունների փուլը մտել նաև մեր երկիրը։ Ձերբազատվելով կործանարար տնտեսական ճգնաժամի հետևանքներից մենք ձեռնամուխ ենք եղել մեր երկրի զարգացմանը նոր թափ հաղորդելու գործին։ Այսօր մենք արդեն համեմատաբար ազատ ենք լայն թափով առաջ շարժվելու փոփոխությունների ճանապարհով, ասել է նախագահ Սարգսյանը։ Մենք գիտենք բոլոր խնդիրների ակունքները
եւ մենք կարող ենք լուրջ արդյունքներ ունենալ դրանք հաղթահարելու գործում։ Մենք վճռական ենք կարգ ու կանոն հաստատելու պետական ողջ համակարգի գործունեության բոլոր ոլորտներում ու անպայման հաստատելու ենք։ Կեղծիքները, պաշտոնեական դիրքի չարաշահումները, տմարդի արարքներն առանց բացառությունների պատժվելու են հրապարակապ, որպեսզի դաս լինեն եւ մեկընդմիշտ մերժվեն մեզանում։ Ըստ Սերժ Սարգսյանի, մեր երկիրը լուրջ առաջընթաց ունի խոսքի ազատության բնագավառում։ Հայաստանին հաջողվել է այս հարցում առաջ անցնել շատ ու շատ երկրներից, այդ թվում եւ զարգացած երկրներից։ Մի բան, որով ըստ նախագահի կարելի է հպարտանալ եւ որը պետք է ամեն գնով պահպանել։ Այժմ մենք կտրուկ փոփոխությունների ենք գնում երկրում արդարության միջավայրի հաստատման հարցում։ Մենք շարժվում ենք հստակ ծրագրով, որը որևէ հետադարձ չի ենթադրում այլևս։ Արդարության ընկալման վրա խարսխված հասարակական հարաբերությունները եւ վստահությունը արդարադատության համակարգի հանդեպ չափանիշներ են, որոնց մենք ձգտում ենք, որոնց ուղղությամբ սկսել ենք հաստատականորեն առաջ շարժվել եւ կարճ ժամանակահատվածում արդյունքներ ենք ունենալու։ Նիստի ընթացքում հանրապետության նախագահը նաեւ պատասխանել է ժողովականներին հուզող հարցերին։ Նախագահ Սարգսյանն այսօր ընդունել է Նոբելյան մրցանակակիրներ բրիտանացի Թիմ Հանթին եւ ամերիկացի Մարտին Չալֆին, որոնք պատրաստակամություն են հայտնել մեր երկիր այցի շրջանակում ծանոթանալ Հայաստանի գիտակրթական ոլորտի խնդիրներին, իրենց փորձը ներկայացնել հայ մասնագետներին, հանրային դասախոսություններ կարդալ եւ կլոր սեղան քննարկումներ անցկացնել հատկապես երիտասարդ գիտնականների համար։ Նախագահը ողջունել է մեծանուն գիտնականներին եւ կարեւորել այն առաքելությունը, որով նրանք ժամանել են Հայաստան։ Զրուցակիցները ընդգծել են գիտությամբ զբաղվելու երիտասարդության ձգտումները խրախուսելու, կրթության, գիտության ոլորտներում նվաճումներին, աշխարհի առաջավոր փորձին նրանց հաղորդակից դարձնելու ուղղությամբ ջանքերի կարեւորությունը եւ հույս հայտնել, որ այդ առումով Հայաստանի երիտասարդության հետ Նոբելյան մրցանակի արժանացած գիտնականների հանդիպումները հետաքրքիր եւ օգտակար կլինեն։ Հանրային խորհուրդը իր մասին օրենքի կարիք ունի, խորհրդի անդամները այսօր նախագահի հետ հանդիպանը նաև այդ առաջարկն են հնչեցրել։ Նախագահի կարգադրությամբ օրենքի նախագիծը մշակելու նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ, որտեղ կընդգրկվեն ազգային ժողովի եւ կառավարության ներկայացուցիչներ եւս։ Նախագահը լսել է նաև հայկական հեռուստաեթերի բարեփոխման վերաբերյալ հանրային խորհրդի առաջարկները եւ հավանել աշխատանքային խումբ ստեղծելու գաղափարը, որը պետք է մշակի բարեփոխումների ծրագիրը։ Նախագահին ներկայացվել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգի նախագիծը։ Բարձրացված մյուս խնդիրը վերաբերում է ջրօգտագործողներին։ Արմինե Պետրոսյանն է ներկայացնում։ Բացախոսություն չի լինի, պայքարը կոռուպցիայի դեմ կլինի անարդյունավետ, օրենքները կմնան թղթի վրա, եթե չունենան քաղաքացիական կայացած հասարակություն։ Քաղաքացիական հասարակությունը կողքի աչքն է, նրա շնորհիվ է, որ շատ խնդիրներ այսօր ստանում են հասարակական հնչեղություն։ Քաղաքացիական ինստիտուտների զարգացման խոչընդոտները սակայն շատ են, մի օրենքը հակասում է մյուսին, նաև կան ֆինանսավորման խնդիրներ։ Աշխարհում ընդունված է, որ կազմակերպությունները ոչ կառավարական սնվում են անդամավճարներով, նվիրատվություններով եւ իրենց կողմից իրականացված վճարովի ծրագրերով եւ դրամաշնորհներով։ Մեր տնտեսական վիճակը այնպեսին չի եւ տնտեսական հատվածի վստահությունը հասարակական կազմակերպությունների նկատմամբ բարձր չի, որ նվիրատվությունների վրա հույս դնենք, աշխատավարձերը ցածր են կամ չկան նաեւ այդ հասարակական կազմակերպությունների անդամների մոտ, որպեսզի անդամավճարից իրենց ծրագրերը իրականացնելու ռեսուրսներ ներգրավել, մնում են դրամաշնորհներ միայն։ Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովից 1.5 տարի է պահանջվել գույքագրելու ոլորտի խնդիրները, առաջարկելու լուծումներ։ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգը պատրաստ է, այն ներկայացվել է երկրի ղեկավարին։ Փաստաթղթով հնարավորություն է ստեղծվում հրաժարվել ոլորտի խնդիրների իրավիճակային լուծումներից, սահմանվում են ոլորտի կայուն եւ երկարաժամկետ զարգացման գերակա ուղղությունները։ Գովազդատուն գալիս է, ասում է Հանրային խորհրդի անդամները նաև հայկական հեռուստաեթերի բարեփոխումների փաթեթով էին հյուրընկալվել երկրի ղեկավարին։ Փաթեթը նախ քննարկել են հեռուստատեսության ներկայացուցիչների, ստեղծագործական միությունների հետ։ Նպատակն է ստեղծել մի միջավայր, որ գռեհիկ անճաշակրության արտադրանքը եթեր հեռարձակելը լինի ոչ մրցունակ։ հաշվի առնելով այն հատուկ առաքելությունը, որ ունի հանրային հեռուստատեսությունը եւ որ նա սնվում է պետական բյուջեից, մենք առաջարկում էինք, որպեսզի ԵԱՊ
Այս սահմանափակվեին առևտրային գովազդների ցուցադրությունը հանրային հեռուստատեսությունում եւ հիմնական առանցքը լինեին սոցիալական գովազդները։ Բովանդակային ծրագիր կազմելու համար աշխատանքային խումբ է ստեղծվելու մշակույթի, գիտության դեմքերից, հեռուստատեսության ոլորտի մասնագետներից։ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին առաջարկում են բարելավել հեռուստաընկերություններին արտոնագրերի տրամադրման կարգը, որը պետք է լինի համահունչ հանրության պահանջներին։ Հանրային խորհրդի գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահը երկրի ղեկավարին պատմել է Արարատյան դաշտի պաշարների օգտագործման վիճակի մասին։ Ձկնարդյունաբերությամբ զբաղվող տնտեսություններին նա կոչ է անում ջուրը խնայողաբար օգտագործել, տեղադրել հաշվիչներ, անցնել ավտոմատ կառավարման։ Հաճախ ձկնարդյունաբերողները թույլատրվածից ավելի շատ ջուր են օգտագործում։ Ասեք թույլատրությունը տված 50 լիտր օգտագործել օրինակի համար 100 օգտագործում, 70 օգտագործում, թույլատրված է 100 մետրից օգտագործում փորումա մինչև 250 մետր եւ այլն։ Հազար տեսակի խախտումներ կա, որոնք բոլորից է կախված։ Նաեւ մեր տեղի ժողովրդից է կախված։ Այսօր 24 համայնքներ ընդհանրապես զրկված են ոռոգման ու խմելի ջրի։ Յուրի Ջավադյանն ահազանգել է ջրային պաշարները արագ են սպառվում։ Մասիսում 17 հորերից ջրատվությունը 5.5 անգամ պակասել է։ Մեծամորի գետի ավազանի 300 հորերից 122-ը չորացել։ Ագնալիճու Մեծամոր գետը զրկված են ջրից։ Փոխարենը Սևանից ստիպված ենք 70 միլիոն խորանարդ մետր ջուր փոխարել, 950 միլիոն դրամ ծախսել, որ եկող տարի մինչև գարուն յուղացին կարողանա ոռոգելի պահել 6000 հեկտար հողը։ Լուծման ուղիներն ու առաջարկները քննարկվում են, ներկայացվելու են կառավարությանը ծրագիր կազմելու համար։ Արմինե Պետրոսյան, Արման Ղարիբյան, Առաջին լրատվական։ Կառավարությունում այսօր տեղի ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որին պետական այրերի եւ նախագահի վերահսկողական ծառայության պետի հետ միասին մասնակցել են ընդդիմադիր եւ իշխող կուսակցությունների, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հանրապետության նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը ներկայացրել է կառավարության կողմից իրականացվող կոռուպցիոն քաղաքականության արդյունավետության բարձրացման ուղղությունները։ Հնչել են առաջարկներ առկա բաստաղումները եւ խնդիրները վերացնելու վերաբերյալ։ Առաջարկվել է ստեղծել մասնագիտացված աշխատանքային խմբեր, որոնք գերակա 3-4 ոլորտներում էապես կխորացնեն վերլուծությունները եւ կբացահայտեն կոռուպցիոն երևույթները ծնող պատճառները։ Կառավարության ղեկավարը կարևորել է որոշումների կայացման եւ դրանց իրականացման վերահսկողական աշխատանքներում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը։ Նա նշել է, որ բարեփոխումների կարողությունները էապես ավելացնելու համար էական նշանակություն է ունենալու նաեւ միջազգային դոնոր կազմակերպությունների օժանդակությունը։ Տիգրան Սարգսյանը հավելել է, որ իշխանությունը ինքը պետք է բացահայտի առկա կոռուպցիոն դրսևորումները։ Եթե իշխանությունը ինքը չբացահայտի դրանք, ապա կկորցնի հասարակության վստահությունը։ Վարչապետի խոսքով կոռուպցիոն դրսևորումների բացահայտումից հետո պետք է լինեն հստակ եւ հասարակության համար տեսանելի պատժամիջոցներ։ Ակնհայտ է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ստեղծված իրավիճակը մեզ չի բավարարում։ Հանրապետության նախագահը բավականին խիստ գնահատականներ է հատվել եւ պահանջում է մեզանից վճռական քայլեր եւ այսօր նաեւ դարավ ակնհայտ, որ այդ վճռական քայլերը մենք կարող ենք իրականացնել միայն համատեղ ջանքերով, այդ թվում նաեւ քաղաքացիական հասարակության հետ կոռուպցիայի դեմ պայքարում ոչ ընդդիմությունը, ոչ իշխանությունը, ոչ էլ հասարակությունը հաջողության չի կարող հասնել, եթե չլինի համագործակցություն։ Եվ մենք պետք է գտնենք ճիշտ համագործակցության ձևաչափը։ Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը այսօր նշում է 125-ամյակը։ Հայոց պատմության մեջ առաջին կուսակցությունը ամփոփում էր անցած ճանապարհն ու նախանշում ապագա անելիքները։ Մեծամասամբ գործելով Սփյուռքում, կուսակցությունը ակտիվ ծրագրեր է իրականացնում հայրենիքում եւ ուշադիր հետևում է Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Վերջին բարեփոխումները ակտներև են եւ կուսակցությունը ողջունում է կառավարության այս գործելակերպը։ Հնչակյաններին ողջունի խոսքեր հղել նաեւ նախագահ Սարգսյանը, կարևորելով առաջին հայկական կուսակցության ստեղծումը որպես պատմական իրողություն։ Սոցիալ-դեմոկրատ հնչակյաններն էլ առավել ուշադիր են հետևելու առաջիկա ընտրություններին եւ արդեն կողմնորոշվել են, թե դրանցում ում են համակրելու։ Շնորհավորում եմ բոլորիդ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության 125-ամյակի հանդիսության կապակցությամբ։ 125 տարիներ, որոնք ամուր շաղկապված են մեր ժողովրդի պատմության հետ եւ լի են հայրենասիրության, ազգապահպանության, ազգին ծառայելու նվիրական բազմաթիվ էջերով։
Իմ խորին համոզմամբ ավանդական կուսակցությունները մեր ժողովրդի ազգային հարստությունն են։ Քանի որ այս պահին Հայաստանի Հանրապետության նախագահի տեխնազուներու առաջադրումը պաշտոնանվես դեղի չէ ունեցած, Սետաոգենը ցերնաբահ կմնա սադարման մասին հայտարարություններ անել։ Սակայն միևնույն ժամանակ անհրաժեշտ է կհամարենք նշել, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Հայաստանի կառավարության գործողություններու լավատեսության հիմք ներշնչող ուստի կհայտարարենք, որ այս առումով մենք ունենք որոշակի համակրանք։ Այսօր Հայաստանի անկախության ջահակիրներից մեկի Աշոտ Նավասարդյանի մահվան տարելիցն է, արդեն 15 տարի է նա մեզ հետ չէ։ Աշոտ Նավասարդյանը անկախ Հայաստանի առաջին կուսակցություններից մեկի հանրապետականի հիմնադիր նախագահն էր եւ անկախության բանակի հրամանատարը։ Ավանդույթի համաձայն այսօր Եռաբլուրում նրա շիրիմին այցի են գնացել մտերիմները եւ կուսակիցները։ Աշոտ Նավասարդյանը Հայաստանի անկախության համար ազգային քաղաքական գործունեություն սկսեց դեռ 18 տարեկանում սովետական ռեժիմի պայմաններում եւ իր գործունեության համար դատապարտվեց ու տասնյակ տարիներ անցկացրեց տարբեր բանտերում։ Մեծ մակարոնների ճանապարհ անցած ազգային քաղաքական գործիչը զուսպ էր, համեստ, սակայն անհողորդ եւ անկորտուրում, երբ հարցը վերաբերում էր Հայաստանի անկախությանը, նշում են նրա կուսակիցները։ Ամեն ինչի հիմքում պետք է լինի ազգայինը։ Հենց սա էր նրան առաջնորդող լոկոմոտիվը Հայաստանի անկախության ճանապարհին։ Բանտում խիստ ռեժիմի ուղիչ աշխատանքային գաղութում աքսորավայրում 13 երկար ու ձիգ տարիների հալածանքը չփոխեց նրա համոզմունքը։ Ամեն ինչի հիմքում պետք է ազգայինը լինի։ Երազում էր շատ թորնիկներ ունենալ, բայց չհասցրեց տեսնել։ Աշոտ Նավասարդյանը իր մտքերից մեկում ասել է. անկախությունը գենոֆոնդի համար է, սերունդների համար է։ Ես ունեմ այդ սերունդը։ Գիտես ինչ է անկախությունը։ Այո, ազատ ապրելու հնարավորություն։ Որ անկախությունը ազատ ապրելու եւ արարելու հնարավորություն է 7-ամյա հրայրից բացի Տիկին Հասմիկը դեռ կհասցնի մյուս թորներին էլ սովորեցնել։ Այսօր 3 դուստրերի ուղեկցությամբ եկել են Եռաբլուր Պանթեոն, խնկարկելու այժմ արդեն նաեւ 5 թորների պապիկ Աշոտ Նավասարդյանի մահվան 15-րդ տարելիցը։ Իմ Աշոտի համար հաղթանակները կյանքի խնդիր էր։ Միշտ սիրում էր հաղթանակներ։ Պարտությունը չէր ընդունում։ Շատ ուրախ մարդ էր։ Շատ սիրում էր ապրել, շատ սիրում էր ուրախանալ, ամենավառ հիշողություններից մեկն է իր կյանքով լեցուն լինելու ապացույցներից մեկը։ Հերոսների Պանթեոնում անկախության առաջամարտիկի անկախ Հայաստանի առաջին կուսակցություններից մեկի հանրապետականի հիմնադիր նախագահի ու անկախության բանակի հրամանատարի շիրիմին ծաղկեպսակներ են հանրապետության նախագահից, Երևանի քաղաքապետից ու կուսակից ընկերներից։ Հանրապետականներն այսօր գոհ են, հզոր ղեկավարների հետ են ճանապարհ անցել։ Հանդինս Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի, Վազգեն Սարգսյանի, Աշոտ Նավասարդյանը հանրապետական կուսակցության հիմնադիրն է, մինչև կյանքի վերջի օրը նրա փափակներ տեսնել ավելի հզոր Հայաստան։ Նժդեհյան գաղափարախոսությունն է եղել նրանց հավատամքը, որ հորս Անդրանիկ Մարգարյանի հետ մեզ են պատգամել ու մեր օրերը հասցրել, ասում է Երևանի քաղաքապետը։ Հանրապետականի ակունքներում եւ նաեւ խորհրդային տարիների ժամանակ ազգային միացյալ կուսակցության մեջ եղել են գաղափարակիր ընկերներ։ Մենք բարձր ենք գնահատում որպես քաղաքական գործիչ, որպես կուսակցության հիմնադիր եւ մենք միշտ վառ ենք պահելու Աշոտ Նավասարդյանի հիշատակը։ Ընկեր, հրամանատար ու նաև գաղափարակիր, ով չէր վարանի կյանքը զոհել հանուն գաղափարի, այսպես կհիշեն անկախության ջահակրին։ Սիրանուշ Մուրադյան, Ռեմոնդյան, առաջին լրատվականը։ Պետքարտուղարությունը հայկական եւ ադրբեջանական կողմերին հորդորում է Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման համար գտնել դիվանագիտական լուծում, հայտարարել է ամերիկյան պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նյուլանդը, պատասխանելով Ամերիկայի ձայնի հայկական ծառայության այն հարցին, թե ինչպես է պետքարտուղարությունը գնահատում Ստեփանակերտի նոր օդանավակայանից թռիչքներ իրականացնելու դեպքում օդանավերի դեմ ռազմական գործողությունների դիմելու մասին Ադրբեջանի սպառնալիքները։ Ինչպես նման բոլոր հարցերի դեպքում, այս դեպքում եւս Միացյալ Նահանգները հորդորում է կողմերին օդանավակայանի գործարկման համար գտնել դիվանագիտական լուծում, հարգելով միջազգային համաձայնագրերը, սահմանային հարցերի շուրջ միջազգային օրենքները եւ քաղաքացիական օդագնացության բնագավառում Հայաստանի եւ Ադրբեջանի փորձառությունը, ուրբաթ օրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Նյուլանդը։ Իդեպ Ադրբեջանը հայտնվել է հերթական սկանդալի կիզակետում, Բաքուն մերժել է ամերիկյան դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի ցանկությունը այցելել Հինջուղա։
Հիշեցնեմ, որ ամերիկյան սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, երբ լսվում էր Ադրբեջանում դեսպան նշանակվելու հարցը, այն ժամանակ դեսպանի թեկնածու Morning Star-ը պատասխանելով սենատոր Ռոբերտ Մենենդեսի հարցին ադրբեջանական կողմից հին ջուղայի հայկական խաչքարերի ավերման վերաբերյալ ասել էր. Եթե նշանակվեմ դեսպան, ամեն ջանք կգործադրեմ այցելելու գերեզմանատուն։ Նման ցանկացած գործողություն անընդունելի է։ Դեսպան Morning Star-ը վերջերս է այցելել Նախիջևան եւ ցանկացել լինել նաեւ ջուղայում, սակայն ըստ Ռեգնումի դա նրան չի հաջողվել։ Դեսպանը մեկնաբանելով իր այցը Նախիջևան ափսոսանք է հայտնել, որ պաշտոնյաները իբր անվտանգության պատճառաբանությամբ անհնար են համարել դեսպանի այցը ջուղայի հայկական գերեզմանոց։ Լիբիայի Բենգազի քաղաքում կրկին անհանգիստ է, տեղացիները երկրի նոր կառավարությունից պահանջում են ավելի լայն ինքնավարություն եւ արտոնություններ։ Երկրի նոր վարչապետ Ալի Զիդանը հայտարարել է, թե ցանկանում է պահպանել Լիբիայի տարբեր քաղաքների եւ շրջանների միջև կարգավիճակի հավասարակշռությունը։ Սակայն այդ մոտեցումը չի բավարարում Բենգազիի բնակիչներին։ Նրանք պնդում են, թե Մուամար Քադաֆիի 42-ամյա իշխանության օրոք իրենց ինքնավարությունն ու լայն արտոնությունները ոտնահարվել են, ինչի հաշվին սակայն զարգացել են Լիբիայի մյուս շրջանները։ Թուրքիայի եւ Իրաքի սահմանային Հաքարի եւ Շորնակ նահանգներում թուրքական բանակը լայնածավալ գործողություն է սկսել։ Քրդական բանվորական կուսակցության զինյալների դեմ առավոտյան ժամերին սկսված գործողությանը մասնակցում են Թուրքիայի օդային եւ ցամաքային զորքերը։ Ներգրավված են բազմաթիվ հատուկ ջոկատայիններ, ուղղաթիռներ, ծանր տեխնիկա։ Երկու կողմից էլ կորուստների մասին դեռևս տեղեկություն չկա։ Ըստ տարածված տեղեկության, լեռներում բազմաթիվ քուրդ զինյալներ են կուտակվել, որոնք ձմռան մոտենալու պատճառով կարող են քաշվել դեպի հյուսիսային Իրաք։ Տեղեկություններ կան նաև, որ թուրքական կործանիչները հատել են Իրաքի սահմանը քուրդ զինյալների ճամբարները ռմբակոծելու համար։ Հիշեցնեմ, որ Իրաքի իշխանությունը օրերս պահանջել էր Անկարայից չմիջամտել Իրաքի ներքին գործերին եւ իր տարածքում քուրդ զինյալների հետապնդումը անթույլատրելի որակել։ Ուկրաինայում բորբոքվում են հետընտրական կրքերը։ Հայտնի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի ղեկավարած Հարված անունով կուսակցությունը խոստացել է բռունցքներով պաշտպանել իր քվեները։ Կուսակցության համակիրները փորձել են խանգարել ոստիկանության աշխատակիցներին ընտրամասերից մեկում, որտեղից իրավապահները պետք է տանեին քվեատուփերը։ Կլիչկոն վստահեցրել է, որ եթե չարաշահումները շարունակվեն, ինքը պայքարելու է ընտրության արդյունքը չեղյալ հայտարարելու համար։ Նրա խոսքով ամենաշատը խախտումները տեղի են ունենում տեղամասերում, որտեղ թույլ է միջազգային եւ տեղական կազմակերպությունների հսկողությունը։ Կլիչկոյի բողոքներին միացել է նաև երկրի նախկին վարչապետ, այժմ բանտում վարչական խախտումների համար պատիժ կրող Յուլիա Տիմոշենկոյի ղեկավարած կուսակցությունը։ Բատկովշչինան նույնպես պահանջել է հետաքննել կեղծիքները։ Միացյալ Նահանգների արտակարգ իրավիճակների ծառայությունները շարունակում են հաշվել Սենդի փոթորկի հասցրած վնասը։ Զոհերի թիվը օրեցօր աճում է։ Նյու Ջերսիում սողանքի հետևանքով տուժել է տների զգալի մասը։ Ամերիկյան խոշոր ապահովագրական ընկերությունները նշել են, որ Սենդիի վնասը այնքան մեծ է, որ այս պահին նույնիսկ հնարավոր չէ նշել դրա ստույգ թիվը։ Ծովամրիկի ճանապարհին հանդիպած նահանգներում սկսվել է վառելիքի քաղց, չնայած խողովակաշարերը եւ նավերը արդեն սկսել են աշխատել։ Էլեկտրականության մատակարարումը եւս անկայուն է, շատերը ձգտում են վառելիքը օգտագործել գեներատորներով էլեկտրական հոսանք ստանալու նպատակով։ Խանութներում գոյանում են հերթեր ջրահեռացման պոմպեր գնելու համար։ 50 տարի առաջ այս օրերին աշխարհը կանգնած էր միջուկային պատերազմի վտանգի առջև։ Կարիբյան ճգնաժամը հասել էր կիզակետին, Միացյալ Նահանգները արդեն պատրաստվում էր հարվածելու Կուբային, սակայն Սովետական միության ռազմավարների հանկարծակի ներկայությունը գրեթե իր ափերին զսպեց Վաշինգտոնին։ Ինչպես սովետական զորքը աննկատ տեղ հասավ եւ ում շնորհիվ հանգուցալուծվեց Կարիբյան ճգնաժամը։ Գլխավոր դերակատարները պարզվում է ազգությամբ հայեր էին։ Մեր անվանի հայրենակիցների մասին իմ գործընկեր Հայկ Արամ Նահապետյանը իսկական լեգենդներ է լսել ամերիկացի գիտաշխատողների շուրթերից։ Վաշինգտոնի ավիատիեզերական թանգարանի գիտաշխատող Դորոթի Կոկրանը ցույց է տալիս այն օդանավը, որով ամերիկյան օդաչու Ռիչարդ Հայզերը 1962 թվականի հոկտեմբերի 14-ին թռչելով Կուբայի վրայով լուսանկարահանումներ արեց։ Վերջիններիս հիման վրա Վաշինգտոնում պարզեցին, որ ամերիկյան ափերից ընդամենը 100 կիլոմետր հեռավորության վրա միջուկային զենք է տեղակայված, որը խորհրդային ղեկավարությունն ուղարկել էր կոմունիստական Կուբա ամերիկյան սպասվող հարձակումը չեզոքացնելու։
Վաշինգտոնյան վերլուծաբանները ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ, թե ինչպես էին տասնյակ հրթիռները, հարյուրավոր տանկերը, մոտորանավերն ու 20,000-ի չափ խորհրդային զորքը հազարավոր կիլոմետրեր կտրել անցել, այդպես էլ աննկատ մնալով ամերիկյան կողմի համար։ Տարիներ անց միայն պետք է պարզվեր, որ զորքն ու զենքը Կուբա փոխադրելու անադիր կոչվող օպերացիայի ղեկավարը հայազգի մարշալ ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար Հովհաննես Բաղրամյանն էր։ 1962 թվականի օգոստոսից մինչև հոկտեմբեր Բաղրամյանի անմիջական ծրագրով եւ ղեկավարությամբ 85 ռազմանավեր հասել Կուբա։ Կարիբյան ճգնաժամի 50-ամյակի առիթով ողջ Միացյալ Նահանգներում կազմակերպվում են միջոցառումներ։ Այստեղ Վաշինգտոնի ավիատիեզերական թանգարանում ցուցահանդես է նվիրված այն պատմական օրերին, երբ աշխարհը կանգնած էր երրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին։ Այս դիմակայության եւ մասնավորապես բանակցային գործընթացում ներառված են նաեւ մեր հայրենակիցները Անաստաս Միկոյան, Հովհաննես Բաղրամյան, Փոլ Իգնատիուս Իգնատոսյան։ Դեռևս 1936 թվականի ամռանը այն ժամանակ Խորհրդային Միության սննդի արդյունաբերության նախարար Անաստաս Միկոյանը 2 ամիս անցկացրեց Միացյալ Նահանգներում, որի ընթացքում ոչ միայն գնեց եւ Սովետ Միություն ուղարկեց սննդի արդյունաբերության հարյուրավոր հոսքագծեր ու տեխնիկական միջոցներ, այլև ստեղծեց այնպիսի անձնական կապեր, որոնք Լորվա Սանահին գյուղում ծնված հայորդուն անփոխարինելի դարձրին մոլորակի երկու գերտերությունների հետագա դիվանագիտական շփումների ընթացքում։ 1962-ի հոկտեմբերին, երբ նախագահ Ջոն Քենեդու հրամանով ամերիկյան ռազմանավերը օղակեցին Կուբան, իսկ Մոսկվան իր հերթին մերժեց Վաշինգտոնի վերջնագիրը, աշխարհը կանգնեց ատոմային պատերազմի իրական վտանգի առջև։ Այս ճակատագրական պահին բանակցությունների բարդագույն պատասխանատվությունը ստանձնեց նույն ինքը Անաստաս Միկոյանը։ Այնպիսի հզոր քաղաքական գործիչի դիվանագետի դերը, Անաստաս Միկոյանի դերը անուրանալի է եւ անգամ արևմուտքն է ընդունում, որ իր որոշումները փաստորեն նպաստեցին, որպեսզի ուղղակի երրորդ համաշխարհային պատերազմը չսկսի։ Կուբայում գտնվելու ընթացքում Միկոյանը տեղեկացավ, որ Մոսկվայում մահացել է իր կինը Աշխենը, սակայն Միկոյանը գիտակցելով իր պատասխանատվությունը ստեղծված քաղաքական բարդկացությունում չվերադարձավ Խորհրդային Միություն, ուղարկելով իր որդուն Սերգոյին։ Я работала долгие годы с сыном Анастаса Микояна, Серго Микояном. Ամերիկյան ազգային անվտանգության արխիվում է աշխատում նախկինում Ռուսաստանաբնակ Սվետլանա Սավրանսկայան, որը Անաստաս Միկոյանի որդու Սերգո Միկոյանի հուշերի եւ սեփական հետազոտությունների հիման վրա պատրաստել է «Առաքելություն անհնարին էր» խորագրով գիրքը, որն այս տարի լույս ընծայեց Ստենֆորդի համալսարանը։ Я должна сказать, что роль Анастаса Микояна, она неоценима. На мой взгляд, это человек, который на самом деле разрешил Карибский кризис. То есть Хрущев, конечно, был лидером Советского Союза в это время, но человек, который провел окончательные переговоры и на Кубе, и в США по разрешению самых сложных вопросов Карибского кризиса, это был Анастас Микоян. Միկոյանի բանակցությունների արդյունքում Խորհրդային Միությունը հետ վերադարձեց միջուկային հրթիռները եւ զորքը, իսկ Վաշինգտոնը երաշխավորեց, որ Կուբայի դեմ ռազմական գործողություն չի լինի։ Ֆիդել Կաստրոն կտրուկ դեմ էր խորհրդային հրթիռները հեռացնելուն, բայց Միկոյանը դիվանագիտական ճարպկությամբ տարհամոզեց նրան։ Կուբայից հեռացվեց անգամ ռմբակոծող ավիացիան, բայց Կուբայի հետ հարաբերությունները մնացին բարեկամական մակարդակի վրա։ Միկոյանը անհնարին է դարձրեց հնարավոր, ասում է հետազոտող Սվետլանա Սավրանսկայան։ Հայ գործչի բանակցություններն անդրադարձան նաև Թուրքիայի վրա։ Վաշինգտոնը մի քանի ամիս անց հեռացրեց Իզմիր նավահանգստային քաղաքի ատոմային զինանոցը, իբրև թե այն պատրվակով, որ հրթիռները հնացել էին։ Ճակատագրի բերումով հայ ժողովրդի զավակները նաև ամերիկյան կողմում էին։ Ջոն Քենեդու կաբինետում պաշտպանության փոխնախարարն էր ծննդով Գլենդելից Փոլ Իգնատիուս Պողոս Իգնատոսյանը, որը պատասխանատու էր ամերիկյան զորքի տեղաշարժի համար, գրեթե նույնը, ինչ Խորհրդային Միությունում համակարգում էր Մարշալ Բաղրամյանը։ Ես չէի կարող այս ճգնաժամի մասին բարձրաձայն խոսել։ Սովորաբար, երբ աշխատանքից տուն էի գալիս, կնոջս հետ զրուցում էինք մի բաժակ սուրճի շուրջ, բայց այդ օրերին ուղղակի չգիտեի ինչ խոսել։ Պատմել թե չպատմել, որ ամեն մի օրը կարող էր լինել վերջինը։ Ես առանձնանում էի, միայնակ զբոսնում ու երկար մտածում։ Երբեք չեմ մոռանա այդ օրերը։ Վերջերս Փոլ Իգնատիուսը հրապարակեց իր հուշագրությունը, որում անդրադարձավ նաև Կարիբյան ճգնաժամին, նախագահ Քենեդու եւ պաշտպանության նախարար Մակնամարայի հետ իր խորհրդակցություններին։
Ամերիկյան գաղտնազերծած փաստաթղթերում պահպանվել է նաև 60-ականների պետքարտուղարության երիտասարդ աշխատակից Էդվարդ Ջերեջյանի զեկուցագրերը Կարիբյան ճգնաժամի թեմայով։ Ավելի ուշ Ջերեջյանը կդառնար Ամերիկայի դեսպանը Իսրայելում, իսկ այսօր Տեխասում Ջեյմս Բեյքերի հետազոտական կենտրոնի տնօրենն է։ Ինչպես կարող էր մի քանի քայլերից բաղկացած բավական ռադիկալ պահվածքը կողմերի հասցնել երկրագունդը ոչնչացման խնդրի առաջ։ Դաս համար 1, դաս համար 2, հա, ինչ վտանգ է իր մեջ առ այսօր պարունակում միջուկային արսենալը եւ նրա գոյությունը։ I was in 7th grade and I had a history teacher. 7-րդ դասարանում պատմության ուսուցիչ ունեի, որը մեզ պարզաբանում էր, թե որքան մոտ էինք մենք իրական միջուկային պատերազմին։ Գիտեք, Փիրլ Հարբորի ռմբահարումից բացի Ամերիկան արտաքին հարձակման չի ենթարկվել։ Մինչդեռ 50 տարի առաջ մեր երկիրը ոչ միայն կարող էր հարձակման թիրախ լինել, այլև բառացիորեն կործանվել։ Խորհրդային մասնագետները հաշվարկել էին, որ եթե անգամ ամերիկյան անակնկալ գրոհից ոչնչացվեր Կուբայի խորհրդային մարտագլխիկների 90%-ը, մնացած 10%-ը բավական կլիներ Նյու Յորքը աշխարհի երեսից սրբելու համար։ Սակայն անգամ այսպիսի ճգնաժամային ու լարված պայմաններում Լորվա Սանահինից, Արցախյան Չարդախլուից կամ Գլենդեյլից հայորդիները գործեցին բանիմաց, խելամիտ եւ սառնասիրտ, նպաստելով աշխարհում ուժերի հավասարակշռության պահպանմանը եւ խուսափելով երրորդ համաշխարհային պատերազմից, որը կարող է լինել մարդկության վերջին պատերազմը։ Հայկարամ Նահապետյան, Հայկ Հովհաննիսյան, Առաջին լրատվական, Վաշինգտոն, Երևան։ Դիլիջանի դպրոցներում երրորդ օտար լեզուն են անցնում ֆրանսերենը։ Քաղաքը նոր քույր ունի, ֆրանսիականն Էքսան-Պրովանսը։ Ֆրանսերենի իմացությունը այժմ անհրաժեշտություն է քույր քաղաքի ժամանած հյուրերի եւ ընդհանրապես ֆրանկոֆոն երկրներից եկած զբոսաշրջիկների հետ հաղորդակցվելու համար։ Առաջին բարձրաստիճան հյուրերը մեր երկրում ֆրանկոֆոն երկրների դեսպաններն էին։ Իրենց մեկօրյա այցը Դիլիջան ֆրանկոֆոն երկրների մեր հանրապետությունում արտակարգ եւ լիազոր դեսպանների խումբը սկսեց քաղաքի հետ ծանոթությունից։ Քաղաքապետարանում կայացած հանդիպմանը նրանց հետաքրքրեց Դիլիջանի պատմությունը, տնտեսությունը, զբոսաշրջության զարգացման ներուժը եւ հնարավորությունները։ Համայնքի ղեկավարից տեղեկացան, որ ընդլայնվում է զբոսաշրջության աշխարհագրությունը, իսկ վերջերս Միմինո արձանախմբի տեղադրումից հետո աճել է հոսքը Վրաստանից։ Լայն ճակատով ընթացող շինարարությունը 2000-ից ավելի աշխատատեղ է ապահովել, ինչը նվազեցրել է արտագնա աշխատանքի ձգտումը։ Եվ քանի որ այսօրվա կենսառիթմը նոր պահանջներ է առաջադրում, լեզուների իմացությանն էլ կարևոր տեղ են տալիս։ Դեսպանները հատկապես ողջունեցին քաղաքի դպրոցներում երրորդ օտար լեզվի ֆրանսերենի ուսուցման նախաձեռնությունը։ Դա անշուշտ նոր պատուհան եւ հեռանկար կբացի Դիլիջանի երիտասարդների համար, հատկապես զբոսաշրջության զարգացման առումով, ինչը քաղաքի գերակայություններից մեկն է։ Հյուրերը Դիլիջանի ավագ դպրոցում քննարկեցին ուսուցմանն առնչվող խնդիրները եւ պայմանները։ Դեսպանները պատրաստակամություն հայտնեցին աջակցելու ձեռնարկին։ Մենք պատրաստ ենք բոլոր հնարավոր միջոցներով օժանդակել խորհրդատվությամբ, ուսուցիչների վերապատրաստմամբ, ժամանակի ընթացքում նաև դպրոցական մակարդակով փոխայցելություններով։ Ըստ դեսպանի գործընթացին շահեկանորեն կնպաստի Դիլիջանի եւ Ֆրանսիայի Էքսան-Պրովանս քաղաքի միջև բարեկամության նոր կամուրջը։ Հիմա արդեն պայմանավորվածություն ունենք, որ գարնանը կհաճախեն մասնագետներ մեր հենց կոնկրետ թանգարան, նաև համատեղ աշխատանքներ իրականացնելու եւ սեպտեմբերին հույսով եմ, որ արդեն վերջնական պայմանագիրը Վալենս քաղաքում կկնքվի։ Հյուրերը իրենց տպավորությունները լրացրին քաղաքի երկրագիտական թանգարան պատկերասրահում հաղացին վանքում։ Իր երկիրը շվեյցարյան հիշեցնող Դիլիջանով տպավորված ֆրանկոֆոն դեսպանների խմբի ղեկավար Կոնստանտին Օբոլենսկին նկատեց, որ Դիլիջանում ֆրանսերեն լեզվի դասավանդման գործընթացը հաջորդում է մի կարևոր իրադարձության։ Բոլորովին վերջերս Հայաստանը դարձավ ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ։ Ինձ թվում է դա եւ լավ է եւ կարեւոր, որ Դիլիջանի երեխաները նույնպես սովորեն ֆրանսերեն, ոչ միայն աշխատանքի կամ կարիերայի, նաեւ այլ երկրների քաղաքացիների հետ շփումների նոր հնարավորությամբ։ Տավուշի մարզում ֆրանսերեն լեզուն ավանդաբար ուսուցանվել է միայն Իջևանի տարածքի 16 դպրոցներում։ Այդ թիվը նոր ուսումնական տարվանից կհամալրեն Դիլիջանի ավագ եւ երկրորդ դպրոցները։ Հետագայում նրանց կմիանան նաեւ մյուս կրթօջախները։ Գայանե Թամամյան, Մարտիկ Ճաղարյան, Առաջին լրատվական։ Վաղը սոցիալական աշխատողի մասնագիտական տոնն է։ Հայաստանում այսօր կա 600-ից ավելի հասարակական կազմակերպություն, որ մատուցում է սոցիալական ծառայություն։ Դրանցից ակտիվ են 80-ից 100-ը, սակայն ոչ մեկը պետական չէ։ Այժմ կառավարությունը սկսել է մեծ ուշադրություն դարձնել սոցաշխատողի առաքելությանը։ Իսկ ովքեր են նրանք, ոչ միայն նյութական բարիքներ բաշխողներ, այլ նաև հոգեբանական խնդիրներին դեղ եւ բալասան բերողներ։ Կոնֆլիկտ ընտանիքում, շահերի բախում, նյարդահոգեբանական անելանելի վիճակ։ Այս բոլոր դեպքերում օգնության կարող է հասնել
արձագանքել սոցիալական աշխատողը։ Մեր երկրում սոցիալական աշխատողի ինստիտուտ ասելով հասկանում են միայն բարեգործություն եւ նյութական ծառայությունների մատուցում։ Իրականում սոցիալական աշխատանք նշանակում է խոսել շահառուի հետ, նշանառության տակ պահել տվյալ մարդու կամ ընտանիքի խնդիրները, խոցելի կետերի ուղղությամբ տանել սոցիալ-հոգեբանական աշխատանք։ Սա մասնագիտություն է, որի նպատակն է մարդու կյանքը բարելավել ոչ միայն ֆինանսապես։ Սոցիալական աշխատողը այն մարդն է, որը կարող է օգնել դժվարին իրավիճակում հայտնված հասարակության տարբեր խմբերին։ Օրինակ, համայնքում կան երեխաներ, մեր աշխատանքի փորձից ասեմ, ովքեր որ չունեն ծննդյան վկայականներ։ Սոցիալական աշխատողի ֆունկցիան է անպայման հայտնաբերել այդ երեխաներին, անպայման սոցիալ-իրավական խորհրդատվություն տրամադրել, հետևողական լինել, որ քաղաքացիական կացության ակտերի բաժինը որևէ խոչընդոտ չառաջացնի այդ երեխայի ծննդյան վկայականը ձեռք բերելու գործընթացում։ Հայաստանում սոցիալական աշխատանքը չի կրում այն բնույթը, ինչ եվրոպական երկրներում։ Ինստիտուտը մեր երկրում առայժմ զարգացած է հասարակական կազմակերպությունների մակարդակով։ Կառավարությունն ըստ մասնագետների նոր է սկսում հասկանալ դրա անհրաժեշտությունն ու քայլեր ձեռնարկել։ Կան մարդիկ, ովքեր մասնագիտական լուրջ օգնության կարիք ունեն, բայց չեն գիտակցում դրա անհրաժեշտությունը կամ պարզապես չգիտեն ում դիմել։ Մեր երկիր մուտք է գործել առայժմ նյութական աղքատության դիմաց ինչ որ բարիքներ բաշխելու գործառույթը միայն սոցիալ-հոգեբանական, սոցիալական խորհրդատվությունը, ընտանիքի խնդիրները համապարփակ նայելը եւ այլն առայժմ զարգացած է միայն հասարակական սեկտորում։ Կարիքները վերաբերում են ոչ միայն դրամի պակասին, կարիքը կարող է վերաբերել հարաբերությունների բարդություններին։ Գայանեն սոցիալական աշխատողը եւ բազմաթիվ նման իրավիճակների է հանդիպել։ Ոստիկանությունից ահազանգ են ստացել, որ անչափահաս երեխան գողություն է արել հարևանի տնից։ Դեպքը խորապես ուսումնասիրելուց հետո պարզ դարձավ, որ խնդիրը ոչ միայն անին է, որ երեխան կատարել է գողություն, այլ նաեւ բազում սոցիալ-հոգեբանական խնդիրներ ունի։ Պարզվում է բազմանդամ ընտանիքի երեխան, որ իրենից բացի ունի 7 ավագ քույր ու եղբայրներ, այդ քայլին է դիմել քաղցից դրդված։ Կնոջ կողմից լքված ամուսինը կորցրել է իրեն ու անաշխատունակության մատնվել, կորցրել ծնող լինելու գիտակցումը, երեխաներից ավելի ավագներին էլ ստիպել, որ թողնեն ուսումն ու աշխատեն։ Առաջին հերթին սոցիալական աշխատողներն սկսել են հոգեբանական աշխատանք տանել գողություն կատարած երեխայի հետ, ստեղծել են վստահության մթնոլորտ, հիմա արդեն անգամ երեխայի մասնագիտական կողմնորոշման հարցն է լուծված։ Երեխան չգիտեր, որ կա ընդհանրապես մասնագիտություն հասկացություն է եւ կարելի է այն ընդհանրապես ձեռք բերել։ Այժմ երեխայի երազանքներից է հանդիսանում, որպեսզի նա դառնա ոսկերիչ, վայելի պահանջարկ աշխատաշուկայում եւ լինի պահանջված ոսկերից, ինչից է նաեւ մեկ-մեկ գալիս ինձ էլ ասում է ընկեր Գայանե, որ դու կամ ուսնանաք, ես ձեր համար մատանի եմ սարքել։ Սոցիալ-հոգեբանական աշխատանքներ տարվել են նաև երեխայի հոր հետ, որն արդեն պարտաճանաչորեն կատարում է ընտանիքի հոր պարտականությունները։ Մասնագետներն ասում են, որ մեր ընտանիքներից շատերը ամուսինների, հարց ու սկեսուրի եւ այլ չստացված հարաբերությունների պատճառով հաճախ տրոհվում են։ Ըստ սոցիալական աշխատանքի մասնագետների, հենց այս ինստիտուտի կայացմամբ կձևավորվի առողջ հարաբերությունների բանաձևը։ Ռուզաննա Վարդերեսյան, Տիգրան Բաբայան, Առաջին լրատվական։ Հիմնանորոգվում եւ ասֆալտապատվում են Գեղարքունիքի միջհամայնքային ճանապարհները, որոնք 20 տարուց ավելի շինարարի երես չէին տեսել։ Նախկինում Նորատուսից Գավառի հիվանդանոց հիվանդին հասցնելու համար վարորդները ստիպված էին շրջանցել բազում անհամար փոսերը, քայքայելով նյարդերը եւ վատթարացնելով հիվանդի վիճակը։ Այժմ իրավիճակը միանգամայն փոխվել է։ Հարթ եւ ասֆալտապատ ճանապարհով երթևեկելը դարձել է անգամ մի քիչ վտանգավոր։ Բնակիչները անհամբեր սպասում են ասֆալտապատումը ավարտելուց հետո ճանապարհային անվտանգության նշանների տեղադրմանը։ Շուտով ավարտին կհասցվի Նորատուս-Արցվակ Գավառ Կարմիր գյուղ 9.2 կիլոմետր երկարությամբ տեղական ենթակայության ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։ Այն իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի շրջանակներում։ Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 840 միլիոն դրամ։ Այս ծրագիրը ներառված է Հանրապետության նախագահի 2008 թվականի նախընտրական ծրագրում։ Ճանապարհի կառուցման համար կատարվել են 10,000 խորանարդ հողային աշխատանքներ, կառուցվել է ջրահեռացում, որի համար օգտագործվել է 3900 գծամետր բետոնյա ղաքեր, կառուցվել են մայթեր, մոտ մայթերի համար տեղադրվել է 5000 գծամետր բետոնյա եզրաքար, 1700 գծամետր բազալտից եզրաքարեր, կառուցվի 10000 քառակուսի մետր մայթ, ասֆալտբետոնյա մայթ,
տեղադրվել է 500 գծամետր մետաղական խողովակներ։ Դեռևս 2008 թվականին հազարամյակի մարտահրավերներ ծրագրով կառուցվեց այս ճանապարհի մոտ 300 մետր հատվածը եւ որոշակի հատված էլ պետական բյուջեի միջոցներով։ Սակայն ֆինանսավորման դադարեցման հետևանքով աշխատանքները մնացին անավարտ։ Մասնագետներն հավաստում են, որ շինարարությունն ամբողջությամբ իրականացվում է ըստ նախագծի, ճանապարհի առանձին հատվածներում տեղադրվում են նաև հակաճաքային ցանցեր, որից հետո կառուցվում է 4 սանտիմետր հաստությամբ միաշերտ ասֆալտբետոնյա ծածկ, որի ընդհանուր մակերեսն այս շինարարության մեջ կազմում է շուրջ 65 քառակուսի մետր։ Այս ճանապարհով հիվանդանոցներ, եթե հիվանդին հասցնում են, հիվանդանոց ավելի էր վատանում, ավելի շուտ Երևանին հասցնում, քան տեսնե։ Հիմի լավ է։ Սանտալիա այդ վիճակին էր, փոսեր էր գոյացել, մաշինեքի ոնց ասեն, խոչընդոտում էր, փաստորեն հիմի շատ հիանալի ճանապարհատացել, տրանսպորտը լավ, մաքուր, փոշի մոշին էլ վերացել է։ Ճանապարհաշինական աշխատանքներում ընդգրկված է մոտ 30 միավոր տեխնիկա, աշխատում է մոտ 100 բանվոր, 100-ից 120 հազար դրամ միջին աշխատավարձով։ Ասֆալտապատման աշխատանքներին անմիջապես կհաջորդեն ճանապարհային անվտանգության նշանների տեղադրման գործընթացը։ Իսկ մինչ այդ մարդիկ միմյանց խորհուրդ են տալիս ցուցաբերել զգոնություն եւ պահպանել երթևեկության կանոնները։ Լավ է ասֆալտացեն, գոյենք այդ աշխատանքից լավ է, կարգին քշում են, բայց թող կոչեր ունեն, նշաններ տնեն, որ այդ երիտասարդները օրակ են քշում, օվայրայի բուն են ստեղծում։ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ այս պահին հիմնանորոգվում է նաև Մարզի Դդմաշեն, Զովաբեր, Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5.5 կիլոմետր հատվածը։ 581 միլիոն դրամ գումարով, իսկ պետական բյուջեից հատկացված 875 միլիոն դրամի շրջանակներում հիմնանորոգվում են մարզի մի շարք համայնքների փողոցներ։ Վերոնշյալ բոլոր աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ։ Հասմիկ Շահբազյան, Ֆելիքս Ղազարյան, Առաջին լրատվական։ Հայերի համար հացը միշտ եղել եւ մնում է սրբություն, այն եւս մեկ անգամ գովաբանվել եւ ներկայացվել է Ամբերդում, որ ժամանակին հայտնի էր հացի փռերի առատությամբ։ Իրենց նախնիների ժառանգած հյուրասիրությամբ եւ պատվախնդրությամբ ամբերդցիները նշել են հացի տոնը, ցանկանալով երիտասարդ սերնդին փոխանցել հայկական հյուրասիրության կանոնների լավագույն ավանդույթները։ Հացից, պատվից, կրոնից թող ոչ մեկը չդիպչի։ Ահա այսպես հավատամքի պես հնչող այս սկզբունքով են ապրում ամբերդցիները, դռները միշտ բաց, հացն ու գինին առատ։ Չնայած զբաղվածությանը հյուրընկալության համար ժամանակ միշտ են գտնում։ Հյուրասիրությունն ու պատվախնդրությունը որպես ամենանվիրական արժեքներ ժառանգել են նախնիներից։ Իրենք էլ փոխանցում են իրենց զավակներին։ Ինչպես բոլորի համար, այնպես էլ ինձ համար հացը սրբություն է։ Հացը ասում է, թե հացը ինչ Աստծո մարմինն է, եւ դրա համար հացը խորհուրդ ունի հյուրասիրության։ Աշտամունքի հասնող հացի նկատմամբ սերը պատանի ամբերդցիներին ներարկվել է քրիստոնեական հավատամքի հետ, որովհետև Քրիստոս վերցնելով հացն ասաց. «Կերեք, սա իմ մարմինն է»։ Լսել, տեսել ու սովորել են նաև, որ հացը ճամփաբացող եւ բարեկամներ ձեռք բերող ուժ ունի։ Այդ ուժի շնորհիվ է, որ Ամբերդ վերանվանված նախկին փռանգանոցը հացի փռերով հարուստ գյուղը ավելի քան 1000 տարի կանգուն է։ Մեր պապերից եկած պատմությունն է, որ գյուղը եղել է փռանոց, որ Քասախ յեդը մեր համայնքի կողքով անցել եւ ստեղել են շատ հացի փռեր եւ ջրաղացներ։ Թեև հիմա ջրաղացներն ու հացի փռերը չկան, բայց նախնիների կանչինական ջալու նոր սերնդի ամբերդցիները ի պատիվ հացթուղ պապերի փառաբանում են հացն ու հացթուղին։ Հայկական գավառների հացամթերքով եւ ընդեղենով պատրաստված ուտեստներով առատ սեղաններ են բացել եւ յուրօրինակ հյուրասիրություն կազմակերպել։ Սա ընդհանրապես պետք է լինի բոլոր համայնքներում, բոլոր դպրոցներում, որ վերջը մեր ակունքներին գնալը մշտապես մեզ առաջատանելու։ Այստեղ կողքի էին հացն ու գիրը, առաջինը որպես ֆիզիկական մարմինը զորացնող, իսկ երկրորդը ինքնությունը պաշտպանող հավերժական արժեքներ։ Հետևաբար դպրոցականների ուժերով բեմադրված հայոց գրերի մասին ներկայացումը եւս պատահական չէր։ Մեսոպյան գրերի կողքին փառաբանվում էին նաեւ հայ թարգմանները։ Ամեն բան, որ իր մեջ ներառում է սրբություն ասվածը, բնականաբար այս ամենը մի մեծ արժեք է կոչվում, որը մեր ինքնության, մեր էության հավերժությունն է խորհրդանշում։ Համայնքի հացթուղթների եւ հրուշակագործների համար ազատ ստեղծագործելու նոր ճակատ էր բացվել։ Տխվածքաբլիթներ տարերի տեսքով հացի մեջ կամ հացի վրա։ Միայն հացի վրա չէ, մենք շատ ջրերով ենք պատրաստել, տեսեք խավիցով ենք պատրաստել, թխվածքների վրա ենք գրել։
Ամբերցին նախնիների ժառանգած մեր սովորույթ էլ ունի, հացի առաջին ու լավ պատարը պահում է հյուրերի համար, թորնիրներին միշտ վառ է պահում, որ պահպանի հյուրընկալօջախի բարի համբավը։ Հայկուշ Ասլանյան, Գևորգ Անտոնյան, Առաջին լրատվական։ Կատակերգական ժանրի և դրամայի միախառնում հենց այսպես է հայ հանդիսատեսի ներկայացվում Շիրվանզադեի Մորգանի խնամին պիեսը Հակոբ Արոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Ներկայացումը թեև խաղացվել է շատ անգամներ, բայց այս մեկը իր տեսակի մեջ առաջինն է, քանի որ ներկայացված է մյուզիկլի ոճում։ Առաջին հայացքից կատակերգություն թվացող ներկայացումը իրականում դրամա է, հայրենիքից հեռացած և իր երջանկությունը փողի մեջ փնտրող մի ընտանիք, որը այդպես էլ չի գտնում իր որոնածը։ Վերջում հանդիսատեսի դեմքին ժպիտին միախառնում է թախիծը, երբ հնչում է մեծն կոմիտասի կռունկը, որն արտացոլում է հայ գաղթականների կարոտն ու հայրենաբախտությունը։ Ըստ բեմադրիչի պիեսը մի շարք ենթաշերտեր ունի, որոնց գաղափարների թիրախը հատկապես մեր երիտասարդներն են։ Հաջորդ ներկայացումը, որը կհանձնվի հանդիսատեսի դատին, կլինի Սունդուկյանի Խաթաբալան։ Չնտեսելով եվրոպական և ռուս դասականների գործերը, այդուհանդերձ ազգային մտածողությունը, ազգային դրամատուրգիան հանդիսանում է այն հիմքը, որի վրա հիմնվում է Հակոբ Արոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը։ Ես գիտեմ, որ իր անտիպ նամակներից մեկում Շիրվանզադեն խոսում է այն մասին, որ այս գործը այսպես դժբախտաբար ակնթարթային կորսված մի սերնդի մասին է։ Այստեղ շատ կարևոր է երկրից դուրս հայ մարդու վիճակը։ Երևանում այսօր տեղի է ունեցել Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի 4-րդ միջազգային փառատոնի բացումը։ Փառատոնին այս տարի ներկայացված է մոտ 400 ֆիլմ աշխարհի 40 երկրներից։ Նոյեմբերի 3-ից 9 բոլոր ֆիլմերի ցուցադրությունները լինելու են անվճար։ Փառատոնը ունի 6 մրցութային անվանակարգ՝ լավագույն լիամետրաժ, կարճամետրաժ, ավարտական, գովազդային և այս տարի առաջին անգամ ներկայացվելիք լավագույն երաժշտական անիմացիոն ֆիլմ։ Այս տարվա փառատոնի նորություններից մեկն էլ այն է, որ անիմացիոն ֆիլմերի հեղինակներին հնարավորություն է ընձեռվում ներկայացնել իրենց դեռ անավարտ աշխատանքները Work in Progress ծրագրի շրջանակում։ Փառատոնի ընթացքում անցկացվելու են նաև վարպետության դասեր, ի դեպ նախորդ տարվա վարպետության դասերի արդյունքում հայ երիտասարդները հնարավորություն են ստացել մասնակցել դասընթացների Գերմանիայում։ Իսկ այսօր Մոսկվա կինոթատրոնում փառատոնը մեկնարկեց ֆրանսիական նկարը անիմացիոն ֆիլմի ցուցադրությամբ։ Սրանք ֆիլմարվեստի արժանի գոհարներ են, որոնք ներկայացվում են շատ հատընտիր կերպով միջազգային ամենաճանաչված փառատոներում, եւ մենք մեզ բախտ է վիճակում նաեւ սրանք էլ բերել Հայաստան եւ մեր արդեն մշակութային առումով շատ հասուն հասարակությանը եւ հանդիսատեսին ներկայացնելու սրանք։ Այսքանը տաղավարում ձեզ համար աշխատում էր Շահանե Մեժլումյանը, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում հաճելի հանգստյան օր։